Սիրելի հեռուստադիտողներ եւ ռադիոլսողներ, եթերում Փարոս հեռուստացագրի հերթական թողարկումն է։ Հարգելին այսօրվա թողարկումը հատուկ է։ Հատուկ, որովհետեւ ունենք հայրենիքից հյուրեր։ Սիրելի հեռուստադիտողներ եւ ռադիոլսողներ, սիրով ուզում եմ ներկայացնել ձեզ այսօրվա հյուրերից, որոնք ժամանել են հայրենիքից, Գրիգոր Մաշյանենց Բաբախանյան, հայ միասնության խաչի հիմնադիր նախագահ եւ Գևորգ Բաբախանյան, գեղանկարիչ, որը ի դեպ հիմնադիրներից է հայ միասնության խաչի այս գեղեցիկ կազմակերպության, որին քիչ հետո կծանոթանանք։ Բարի օր ձեզ հարգելիներս։ Բարով եք եկել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն եմ հայցում հրավերք ընդունելու համար եւ ուրախ եմ ձեզ տեսնելու մեր տաղավարի ծիրաններս, ինչպես եք։ Շատ լավ։ Շնորհակալություն հրավիրելու համար։ Կխնդրեմ մեր լսարանին ծանոթացնենք ինքներդ ձեզ։ Կարճ կենսագրական, եթե կարելի է։ Ես գեղանկարիչ ընծան եմ եւ ուրախ եմ այստեղ գտնվելու համար, շնորհակալություն։ Ավարտել եմ Երևանի Թատերական ինստիտուտը, հետո ինձ կյանքի ճանապարհները տարան դեպի Երուսաղեմ, 15 տարի եղել եմ հոգևոր ասպարեզում, Երուսաղեմի մայրավանքում, հետո Վենետիկ, 4 տարի սովորել եմ Վենետիկի ակադեմիայում եւ այսօր այստեղ եմ ցուցահանդեսով եւ շատ ուրախ եմ դրա համար։ Շատ բարի։ Հարգարժան Գրիգոր։ Ուրեմն 28 տարի առաջ հիմնադրվեց Հայ միասնության խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունը։ Ես էլ սովորել եմ նույն ինստիտուտում, ինչպես եղբայրս, մանկավարժականի կինո ֆոտո ֆակուլտետում։ Եվ 28 տարի առաջ ընկերներիս հետ, եղբորիս հետ, եղբայրներիս հետ հիմնել ենք այս հաստատությունը, որը մշակութային բարեգործական ծրագրերով զբաղվող կազմակերպություն է, զբաղվում է երեխաների կրթությամբ։ Այ հետարքիր է անունը Հայ միասնության խաչ։ Որտեղից ծնվեց այս անունը։ Նպատակը որն էր միասնության խաչ։ Գիտենք, որ ունենք բազմաթիվ թեմեր, գիտենք, որ ունենք բազմաթիվ քրիստոնեական այլ շեղումներ։ Սա գիտեմ, որ միտումներ ունի կամ Ուրեմն հայ առաքելական եկեղեցու հետևորդ ենք, մանավանդ եղբայրս երկար տարիներ Երուսաղեմում հայ առաքելական եկեղեցում վարդապետ է եղել, իսկ այստեղ խաչը զուտ խորհրդանշում է որպես բացի հավատից նաև խաչմերուկ, հայ միասնության խաչ, այսինքն խաչմերուկ ժամադրավայր, որտեղ հավաքվելու են աշխարհի բոլոր հայերը։ Մեր նշանաբանն է եւ կգա մի օր, որ ողջ հայության արևը մի տեղից կծագի։ Դրա համար կազմակերպությունը կոչվում է այդ պատճառով կազմակերպությունը կոչվում է Հայ միասնության խաչ, հայերի միասնության խաչմերուկ։ Բաբախանյան երբ կյանքի կոչվեց։ Կյանքի կոչվեց 1986 թվականին, երբ որ դեռևս սովետական միություն էր, այն ժամանակ արդեն երիտասարդների մի պես խումբ գաղտնի հավաքներ էր ունենում, որտեղ այն ժամանակ արգելված էր։ Հետո արդեն 90 թվականի վերջին 91-ի սկզբներին կազմակերպությունը գրանցվեց որպես արդեն հասարակական կազմակերպություն։ Այս տարի նշվեց գործունեության 28-ամյակը։ 96 թվական։ 86 թվական։ 86 թվական։ 86։ Մի թվական, որտեղ որ սովետական միության կամ KGB-ի ծանր մորջի տակ քրիստոնեությունը կամ եկեղեցին կամ առհասարակ կրոնքը երկրորդական, երրորդական ասպարեզի մեջ էր։ Դա իհարկե, չպատմեցի այդ մասին, որտեղ արդեն պարզ է, ինչերով ենք անցել։ Նոր սերնդին պարզ չէ։ Նոր սերնդին եթե պատճի, ուրեմն անցել ենք փշոտ ճանապարհով, բայց եւ այդ ճանապարհն էլ ջրել ենք քրտինքով։ Ետ նայելուց չենք ամաչում նաև այսօր ներկայի համար,
հետևաբար ունենք տեսլական ու գնում ենք առաջ։ Խնդրում եմ ավելի թափանցիկ միության մասին։ Ովքեր կարող են այնտեղ մաս կազմել, ինչ տարիքից, ինչերով են զբաղվում։ Կազմակերպությունը քաղաքական չէ, դավանում է հայրաքելական եկեղեցուն, անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր անձ չափահաս տարիքի արդեն ընտրել կազմակերպության հիմքը արվեստաց դպրոցն է։ Մենք փոքրիկ նյութ բերել ենք այդ մասին, որտեղ սովորում են 200 եւ ավել երեխաներ։ Երեխաները հիմնականում խոցելի խմբի երեխաներ են։ Շատ բարի, քանի որ մենք ունենք նյութ, խնդրենք մեր ռեժիսորին ներկայացնել մեր լսարանին, որից հետո կշարունակենք։ Շատ բարի, լավ։ Տեխնիկական փոքր խնդիրներ ունենք։ 200-ից ավելի աշակերտներ։ Իդեպ ասեմ, որ սիրելի հեռուստատողներ հիմնադրվել է Էջմիածինում, ճիշտ է։ Էջմիածին քաղաքում, այո։ Ինչով են զբաղվում երեխաները այնտեղ։ Երեխաները այնտեղ սովորում են տարբեր արհեստի ճյուղեր, արվեստի տեսակներ, կավագործություն, նկարչություն, կարպետագործություն, գորգագործություն, երգ, պար, ազգային խոհանոցի դպրոց ունենք եւ ծրագիր ունենք ստեղծել նաեւ մեդիա դպրոց, այս այցը նաեւ ունի իր մեջ այդ նպատակը գտնել գործընկեր, համագործակցող կողմ, նաեւ հովանավոր, որովհետեւ այսօր մենք պետք է ուշադիր լինենք, որ չմեռնեն գյուղերում այն փարաջանելներն ու փելեշյանները, որ պիտի ծնվեն եւ մեր ազգի պատիվը բարձր պահեն այս մեծ աշխարհում։ Հարգելի դուք նույնպես դասավանդում եք այդտեղ։ Ես այնտեղ թատերախմբի ղեկավար եմ եւ իհարկե եղբորս օգնականը ամեն հարցում եւ նկարչական հարցերում իհարկե խորհրդատում։ Այնտեղ ես ունեմ իմ ցուցասրահը եւ երեխաների համար շատ հաճելի է տեսնել նկարներ եւ շփվել ընդհանուր մթնոլորտը շատ հետաքրքիր եւ հաճելի է։ Շատ բարի։ Ձեր թույլատվությամբ անցնենք կարճ դադարի, որից հետո կշարունակենք այս տողից։ Անկախ ամեն ինչից արդեն գեղագիտական ճաշակի բարձրացում հենց մանուկ երեխաներից, հոգևոր սնունդ, մշակութային սնունդ, հայեցի դաստիարակություն, սա այն ինչ որ պետք է այսօր, հատկապես այսօր մեր երիտասարդությանը։ Սիրելի հեռուստատողներ, անցնենք կարճ դադարի, որից հետո կշարունակենք։ Բարի գալուս դպրոց, որը ստեղծված է հնարավորություններ ընձեռելու ու մանկությունը գունազարդելու համար։ Դպրոց, ուր ուսուցումն ու արվեստը միավորվել են, հասանելի դառնալով բոլորին։ Դպրոց, ուր երևակայությունն ու նոր գաղափարները խրախուսվում են, իսկ փորձառու եւ հոգատար աշխատակազմը ջանք չի խնայում յուրաքանչյուրի ներուժը բացահայտելու, հմտություններն ու տաղանդները զարգացնելու համար։ Բարի գալուս դպրոց, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն կարող է զգալ լիարժեք, ինքնադրսևորված, պաշտպանված, ազգային ու համամարտկային արժեքներին հաղորդակից։ Այստեղ սիրո ու ջերմության մթնոլորտում ստեղծագործելն ուղղակի հաճույք է, իսկ կրթության անհատական մոտեցումը կօգնի յուրաքանչյուրին բացահայտել կարողություններ ու զարգացնել դրանք, ընտրելով մասնագիտական կողմնորոշման ճիշտ ուղին։ Մեզ մոտ ստեղծված պայմանները եւ յուրաքանչյուր երեխայի նկատմամբ ցուցաբերած անհատական մոտեցումը նպաստում են երեխայի գեղագիտական ճաշակի, ստեղծագործ մտքի, աշխարհայացի զարգացմանը։
Հայ միասնության խաչի արվեստաց դպրոցի նկարչության, խեցեգործության, ազգային խոհանոցի, գորգագործության ու կարպետագործության, երգչախմբի եւ վոկալի դասարաններում ուսուցումը համեմված է խաղերով եւ ինտերակտիվ վարժություններով, վարպետության դասերով ու զանազան մշակութային միջոցառումներով։ Մենք հարգում ենք յուրաքանչյուրի անհատականությունն ու ինքնատիպությունը, նպաստում յուրաքանչյուր երեխայի ինքնադրսևորմանը։ Մենք հավատում ենք, որ մեր երկրի հզորացման, բարարության, մեր պայծառ գալիքի համար պետք է այսօրվանից սկսել ձևավորել կիրթ, իրազեկ, ազգային եւ համամարտկային արժեքներ կրող քաղաքացիներ։ Ու հավատում ենք, որ կգա մի օր, երբ ողջ հայության արևը մի տեղից կծագի։ Բարի գալուստ Հայ միասնության խաչի արվեստաց դպրոց։ Հարգելի բարեկամ, դուք նույնպես կարող եք մասնակից լինել այս բարի գործին, կատարելով նվիրատվություն, պարգևելով ժպիտներ ու փոխելով կյանքեր։ Մեզ համար անգնահատելի է յուրաքանչյուր ներդրում, որ դուք կկատարեք, աջակցելով մեր դժվարին առաքելության իրականացման գործին։ Հարգելներս շարունակում եմ զրուցս Գրիգոր Մաշյանենց Բաբախանյանի, որը հայ միասնության խաչի հիմնադիր նախագահն է, եւ դուք դիտեցիք արդեն կազմակերպության փայլուն սաների աշխատանքները կամ ինչով են զբաղվում, եւ Գևորգ Բաբախանյանը, ընծա եղանակարիչ։ Արդեն իսկ որոշակի պատկերացում կազմեց մեր ժողովուրդը, թե ինչով եք զբաղվում այնտեղ, ում հրավերքով եկաք այստեղ։ Միացյալ Նահանգների այցելության հիմնական նպատակը որն էր ձեր։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան թեմի առաջնորդ գերաշնորհ Հովնան arczepiskopos Տերտերյանին, որի հրավերքով եկել ենք այստեղ եւ Սրբազանի օրհնությամբ նաեւ պետք է բացվի ցուցահանդեսը Զորայան սրահում ամսի 27-ին։ Շնորհակալություն Սրբազանին եւ ես ուղղակի մեծ պատասխանատվություն եմ զգում իմ արվեստը ցուցադրելու ամերիկահայ եւ ամերիկացի հասարակությանը։ Ինչ ոճի մեջ եք հիմնականում։ Իմ համար կարևորը արվեստում մարդն է, մարդը իր ճակատագիրը եւ հիմնականում այդպես հուշեր մանկությունից, հուշեր անցյալից եւ հիմնականում եւ էքսպրեսիոնիստական այդպիսի ոճի մեջ եմ, մի քիչ նաիվ ինչ որ նկարչություն նաեւ կա իմ գործերում, երևի հանդիսատեսի դատեն եթե ներկայացնենք արդեն པարզ կլինի, որտեղ ինչ որ իզմի մեջ չեմ ուզում տեղավորել ինձ, փորձում եմ անկեղծ լինել, որովհետեւ ես զգացել եմ այս տարիների ընթացքում, որ ամենակարևոր բանը արվեստում դա անկեղծությունն է։ Եթե դու անկեղծ ես, ինչ էլ անես, դա ընդունվում է։ Ասել երուսատողներ, ուզում եմ կրկին անգամ ուրեմն բարձրաձայնել, որ երեքշաբթի հոկտեմբերի 27-ին, երեկոյան ժամը 7-ին, այսինքն հենց վաղը, ուրեմն 3325 North Glenox Boulevard, Բրբանկի մեր եկեղեցու մեջ տեղի պետք է ունենա ցուցահանդես, առաջին անգամ իր տեսակի մեջ։ Դռները բաց են, բոլորը կարող են այցելել այնտեղ։ Պարոն Բաբախանյան, անցնենք կրկին գործունեության մասին։ Գիտեմ, որ համագործակցություններ ունեք տարբեր քաղաքների կամ մեր այլ երկրներում համայնքների հետ։ Խնդրեմ ուսաբանեք ինչպեսի։ Կազմակերպությունը պատահական չի, որ իր նշաբանը վերցրել է եւ կգա մի օր, որը ողջ հայության արևը մի տեղից կծագի, հետեւաբար որտեղ որ կա հայ, մենք փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում լինել այնտեղ եւ հայրենիքից տանել այն անաղարտ մշակույթը, որ անհրաժեշտ է որպես կերակուր հոգու ամեն հայի, որ չգա մի օր Իսահակյանի խոսքերը դառնան իրականություն, չնայած որ այդ վտանգը կախված է մեր գլխին,
գա հոգուստով եւ մենք քաղցենք ճոխ սեղանի շուրջ։ Դրա համար անհրաժեշտ է որ ամեն օր մեր սեղանին կերակուրից բացի լինի հոգու կերակուր։ Եվ կազմակերպությունը իր ծրագրերի մեջ ունի նման առաքելություն, աշխատում ենք Մերձավոր Արևելքի համայնքների հետ, Հորդանանի, աշխատում էինք Սիրիայի, Դամասկոսի, Քեսաբի, Ղամշլիի համայնքների հետ, շատ սերտ համագործակցում ենք իրանահայության հետ, Թեհրանի, Ջուղայի, Թավրիզի, Ուրմիո եւ այդպես փորձում ենք հասնել այնտեղ, որտեղ պետք ենք։ Շատ բարի։ Արդեն այցելել եք այդ երկրներ, կապերը ստեղծված են։ Այո։ Եվ նույն անվան տակ են այնտեղ գործում, թե տարբեր մշակույթ։ Հայ միասնության խաչ, ունենք քուրի միություններ ունենք եւ համագործակցում ենք։ Շատ բարի։ Հարգելիներս անցնենք կարճ դադարի, որից հետո կշարունակենք դեռևս ունենք մի քանի հարցեր, որոնք իրականում կհետաքրքրեն ձեզ, ուզում եմ կրկին անգամ հիշեցնել, որ վաղը երեկոյան ժամը 7-ին Բրբանկի, ուրեմն առաջնորդարանի մեջ տեղի պետք է ունենա ցուցահանդես հայրենիքից ժամանած ընծայի։ Այնտեղ կունենաք ուրեմն կհանդիպեք նորությունների հետ, նոր գործերի հետ, որը որ եզակի են եւ այստեղ չեք տեսել։ Անցնենք կարճ դադարի, որից հետո կշարունակենք։ Հարգելիներ, շարունակում եմ զրույցս Գրիգոր եւ Գևորգ Բաբախանյանների հետ, որոնք ժամանել են հայրենիքից, Էջմիածինից։ Հարգարժան ընծա, վաղը ձեր նկարների ցուցահանդեսը պետք է լինի։ Ինչեր պետք է տեղի ունենա։ Խնդրում եմ լուսաբանեք։ Բացի պատկերասրահից, բացի նկարներից, ուրիշ ինչ։ Ընդհանրապես արվեստագետի համար, կոնկրետ ինձ համար կարևորը երբ ես նկարում եմ։ Դրանից հետո արդեն ինչ է տեղի ունենում, ես այդքան չգիտեմ ինչ տեղի կունենա։ Տեղի կունենա երևի այն, որ կգան մարդիկ, կտեսնեն ինչ-որ պատառիկներ իմ հոգուց, կսիրեն կամ չեն սիրի, եւ երևի այսքանը։ Իհարկե կլինի բացում, դրանից առաջ լինելու է նաեւ Կոմիտասին նվիրված երեկո, եւ չգիտեմ, ամեն անգամ, երբ որ ցուցահանդես է կազմակերպվում, մի պատասխանատվության զգացում է մեջ ես արթնանում, որ ճիշտ ճանապարհի վրա եմ, լավ եմ նկարում, վատ եմ նկարում, մի այդպիսի խառը զգացողություն, որ ինձ թվում է վաղնել ինձ պատելու է։ Շատ բարի։ Ասել երեստատողներ մենք աշխատում ենք ուղիղ եթերում եւ հնարավորություն ունեք կապնվելու մեր հարգարժանների հետ։ Հարգարժանանցը ուզում եմ մեջբերում անեմ ձեր տողերից մեկը, որը շատ անկեղծ էր, անկեղծ ասեմ։ Ես սիրում եմ նկարչությունը, ինչպես երեխան բակը։ Ես սիրում եմ գույները, ինչպես երեխան իր խաղալիքները։ Ու ոչ մի մեծական օրենք ինձ համար այնտեղ չի գործում։ Հետաքրքիր է, իրոք լավ։ Ինձ թվում է արվեստը շատ հզոր ուժ է եւ արվեստը պետք է մեր գաղութներին, արվեստը պետք է մեր պետությանը, արվեստը պետք է յուրաքանչյուր մարդու։ Կոնկրետ ես մարդուն կենթանուց բաժանում եմ միայն այդ չափորոշիչով, այսինքն կենթանին ինձ թվում է եւ հոգի ունի, եւ արտասվել գիտի, եւ սիրելու ատել գիտի։ Մի բան, որ երևի Աստված չի դրել իր մեջ, դա արվեստի նկատմամբ այդ զգացողությունն է։ Մնացած ամեն ինչ ունի եւ շատ դեպքերում երբ որ մարդու մեջ պակաս է այդ արվեստի նկատմամբ սերը, ինչ որ բան պակաս է իր կյանքում հաստատ եւ յուրաքանչյուր հանդիպում արվեստի գործի հետ ինձ թվում է ազնվացնում է մեզ։ Ոչ թե ինչ որ մի բան է պակաս, այլ շատ բաներ է պակաս։ Ով ուզում ես եղիր, ինչքան գումար ուզում ես ունեսիր, ինչքան միլիարդ ուզում ես ունեսիր, եթե գեղագիտական ճաշակ չունես, եթե հոգեվոր սնունդ չունես, ուրեմն բոբիկ ես։ Անպայման։ Ու այլ ազգերը ազգին ինչով են ճանաչում, իր զարգացվածությամբ, իր մեծությամբ։ Եվ այդ առումով ինձ թվում է, որ մեր ժողովուրդը իսկապես արվեստասեր, արվեստագետ եւ արվեստով ապրող ժողովուրդ է։ Այդ կողմից իսկապես մենք Աստված այդ շնորհքը տվել է մեզ ստեղծագործելու
եւ այդ ուժից պետք է օգտվենք։ Այդ ծրագրից առաջ զրուցում ենք, դուք ասացիք, որ առաջնորդարանի մեջ էլ աշխատանքներ ունեք։ Շակերտները բացենք։ Նաեւ այստեղ եմ նկարազարդելու մեր Սրբոց Ղևոնդյանց եկեղեցու ներսը, որն նկարներ անելու շատ պատասխանատու եւ շատ դժվար գործ է, որովհետեւ այդ դեպքում արդեն սրբանկարում դու չափավոր ազատ պետք է լինես, դու պետք է պահես որոշ օրենքներ, որովհետև դա սովորական նկար չէ, դա նկար է, որի առջև հավատացյալը ցանկություն ունենա աղոթելու։ Այդ առումով իսկապես ինձ դժվար գործ է վստահված եւ ես հուսով եմ, որ կարդարացնեմ Սրբազան հոր եւ բոլոր հավատացյալ ժողովրդի նպատակները, երազանքները։ Իրականում բարդ գործ է։ Շատ ազնիվ պետք է նկարեք, շատ ազնիվ։ Շատ ազնիվ։ Միջնորդ եք հանդիսանելու հավատացյալ մարդու ու Աստծո միջև, այսպես ասած։ Հարգարժան Բաբախանյան, ինչ կուզենաք հղեք մեր ժողովրդին, այ Միացյալ Նահանգներում ունեք մասնաճյուղ կամ կարիքը կա մասնաճյուղի կամ եւ տեսայերիզն ենք դիտում վերջամասում բարձրաձայնություն կար, որպեսզի ժողովուրդը ճանաչի ձեր աշխատանքները եւ հովանավորի։ Բեմը ձերն է։ Մեզ այսօր լսում են ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլ նաեւ եվրոպական մի շարք երկրներում եւ արաբական մի շարք երկրներում, որտեղ որ հայկական գաղութները, հայկական համայնքները գոյություն ունեն։ Կարող եք ազատ իբրև բեմ դիմեք մեր ժողովրդին։ Ընդհանրապես դժվար է, երբ որ ասում ես օգնիր, բայց հեշտ է, որովհետև դու ասում ես ոչ թե քո համար, ասում ես ընդհանուրի համար։ Եվ մենք մեկնում ենք մեր ձեռքը համագործակցության, որովհետև կա թույր կարծիք, սխալ կարծիք եւ մարդիկ չեն ուզում ինչ-որ ներդրում անել եւ սեղմել այն մեկնված ձեռքը, սկսում են փնտրել շատ պատճառներ։ Միգուցե այդ պատճառները կան։ Բայց մենք վստահ կարող ենք ասել, որ հայ միասնության խաչի մեկնած ձեռքը սեղմելու ակնկալիքով այդ ձեռքը որևէ անձի կողմից իսկապես ամուր ձեռք է, ազնիվ ձեռք է, որովհետև մի ասացվածք ունեն արևելյան ժողովուրդները, ասում են ծուռ բեռը տեղ չի հասնի։ Հետևաբար մենք մի աշխատանք ենք կատարում ենք, որի համար կարող ենք նայել ցանկացած մարդու աչքերի ամենախորքը եւ ասել, որ մենք մեկնում ենք համագործակցության ձեռք, որովհետեւ պետք է որ զարգանան այլընտրանքային դպրոցները, պետք է գյուղում ապրող երեխան ունենա նույն հնարավորությունը, ինչ որ քաղաքում ապրող, հետեւաբար մենք մտածում ենք ստեղծել նաեւ այդ դպրոցը, մեդիա դպրոցը, որտեղից դուրս կգան վաղվա մեր տաղանդները, հայ ազգի երեսը պարզանող մարդիկ, արվեստագետներ։ Եվ շատ մաղթանք, որ ասեցիք, ես ուզում եմ ասել մեր քաղաքի միջավայրի մասին։ Մեր կազմակերպությունը սերտ համագործակցում է Էջմիածնի քաղաքապետ պարոն Կարեն Գրիգորյանի հետ, երիտասարդ մտքի սլասկ ունեցող մի գործիչ, ում հետ մեր համագործակցությունը բերում է շատ լավ արդյունքների։ Կարեն Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի որդին է։ Այո։ Իդեպ ասեմ, որ Էջմիածնի բոլոր ժողովուրդը, ում հետ որ առնչվել ենք կամ կապ ենք ունեցել, սիրում եւ հարգում են քաղաքապետին։ Դա էլ իհարկե գեներով փոխանցված է հայրենասերական ազգային ընտանիքից տեղափոխված, շատ բարի։ Սեր երուսատողներ, ուզում եմ կրկին անգամ հիշեցնել, վաղը երեկոյան ժամը 7-ին, ուրեմն կարող եք այցելել Բրբանկի թեմի առաջնորդարան Սրբոց Ղևոնդյանց մայր տաճար, որտեղ պետք է ընծայի նկարները, ցուցահանդեսը պետք է լինի եւ այնտեղ կարող եք դիտել բոլորովին նոր ոճի, այսինքն տարբեր մոտեցմամբ նկարներ։ Ցուցահանդես վաճառք պետք է լինի, թե ոչ։ Այո։ Այո։ Շատ բարի։ Անցնենք կարճ դադարի, որից հետո կշարունակենք եւ հիշեցնում եմ, որ մենք աշխատում ենք Գողի եթերում, դուք ունեք հնարավորություն կապնվելու մեզ հետ։
Սիրելի հեռուստատողներ, ուզում եմ հիշեցնել ևս մեկ անգամ, որ այսօրվա փառոսի հյուրերն են Հայաստան երկրից Էջմիածինից ժամանած Գրիգոր եւ Գևորգ Բաբախանյանները եւ ունեն հետաքրքիր առաքելություն իրականացնելիք այստեղ։ Շարունակենք մեր զրույցը, հարգելիներս։ Տեսնում եմ ձայնայերիս Նարինե Թամազյան, որը որ նվիրեցիք ինձ, շատ ուրախ եմ դրա համար։ Նարինեն այդտեղ ինչ դեր է ունենալու, երգելու է միջոցառման ընթացքում։ Նարինեն Հայ միասնության խաչ կազմակերպության սոցիալական ձեռնարկության Մաչանենց տուրիզմ եւ արվեստ ընկերության պատասխանատուն է, նաեւ երգչուհի է, արհեստավար, այո, եւ ցուցահանդեսը ուղեկցվելու է իր կենթանի երգեցողությամբ վաղը։ Ոնց է ցուցահանդեսը, ընթացքում Նարինեն երգելու է հիմնականում կոմիտաս։ Տարիներ առաջ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի օրոք Ռոբերտ Քոչարյանի զարգ դրվեց տուրիզմի զարգացմանը հայրենիքում եւ իր դրական ազդեցություններն ունեցավ։ Այսօր եւ լսում եմ ձեր գործունեության մասին, սրանք հենց տուրիզմին կանչող, հրապուրող այդ էլեմենտներն են, որ ստեղծել եք։ Տուրիզմով զբաղվում եք։ Սոցիալական ձեռնարկությունը, որի մասին ասեցի, այո, իր խնդիրն է զբոսաշրջիկներին բերել Էջմիածին եւ որպեսզի մնան Էջմիածնում, որպեսզի փոքր քաղաքները նույնպես զարգանան եւ այսօր զարգանում է զբոսաշրջությունը Հայաստանում։ Մեր զբոսաշրջության հատվածը մշակութային զբոսաշրջություն է, հնարավորություն ունեն այ կոչ եմ անում Հայաստան գալուց համեցեք Էջմիածին, կարող եք գիշերել այնտեղ, ունենալ վարպետաց դասեր, ծանոթանալ հայկական հազարամյա մշակույթին, տարածքում կան թանգարաններ, անվճար է այդ ամենը եւ այդ թվում նաեւ այնտեղ գործում է ընծա գեղանկարչի պատկերասրահը։ Եվ ուզում եմ ասել, որ մեր վերադարձից հետո մի քանի օրից 10 օրից կվերադառնամ ես, ընծան 15 օրից կվերադառնամ, այստեղ շարունակվելու են մեր աշխատանքները, Մեսրոպյան ընտանիքը պես կազմակերպի, կհամակարգի այստեղի աշխատանքները Հայ միասնության խաչի մի ընտանիք, որ 20 տարի, շուրջ 20 տարի համակարգել է Թեհրանի Հայ միասնության խաչի թեհրանյան աշխատանքները հայ համայնքներում։ Այսինքն հստակ ճանապարհ տուրիզմի հետ կապված ծրագրեր ունեք, որ կարող եք ընդունել։ Եվ մշակութային ծրագրեր Հայ միասնության խաչի միջոցով եւ զբոսաշրջային ծրագրեր Մաչանենց տուրիզմ եւ արտի միջոցով։ Շատ բարի։ Հարգարժան ընծա, նկարիչի կյանքը ոնց է հայրենիքում։ Ես կարծում եմ, որ Բարի իմաստով միտքս հասկացա։ Ես կարծում եմ ամեն բան մարդուց է գալիս։ Այդպես դժգոհել, նվնվալ, այդ տարբերակները ինձ մոտ կոնկրետ չի անցնում, որովհետև ես տեսնում եմ մարդիկ, որոնք ստեղծագործում եւ բավական առաջընթաց են ապրում հենց հայրենիքում, եւ նկարիչները, որոնք հենց Եվրոպայում կամ ուրիշ տեղեր թողնում են նկարչությունը, ուրիշ գործով են զբաղվում։ Ինձ թվում է նկարչությունը եւ ընդհանրապես արվեստը շատ խանդոտ միջավայր է, խանդոտ ինքը այդպես եւ կամ պետք է զբաղվել, նվիրվել 100% ամբողջ կյանքով, այդ դեպքում դու կստանաս պատասխան։ Եթե ինչ որ զիջումների ես գնում, կյանքիդ մի մասն ես նվիրում արվեստին, իհարկե ստանալիք դել իհարկե լինելու է չափավոր եւ պետք է պես հասկանալ, որ արվեստը սիրում է, երբ որ լիովին իրեն է ստրվում։ Այդ դեպքում տեղը կապ չունի, դու Ամերիկայում ես, Հայաստանում, թե որտեղ։ Գրիգոր ջան, ձեր գործունեություն, այ որ դիտացինք երեխաների աշխատանքները, իմ մոտ այնպեսի տպավորություն եղավ, որ սովետական Հայաստանի օրոք պիոներ պալատներ գոյություն ունեին, որ երեխաները դպրոցից հետո հաճախում էին այդ տեսակի տեղեր։ Հիմա ցավոք չկան, բայց նմանատիպներ ծերը։ Արդյոք ճիշտ հասկացա։ Այո։ Հանրակրթական սահմանափակումներ կա կամ չկա, երեխաները վճարում են այնտեղ այսելության ժամանակ կամ չէ, կամ ինչպես է գոյատևում։ Ոչ որ 200 երեխա 200 երեխա, այո։ Երեխաների տարիքը 4 տարեկանից ունենք մինչև 18 տարեկան, ունենք նաև ուսանողներ 20 տարեկան եւ ավելի տարիքով ու երեխաները այնտեղ սովորում են, ասացի, այդ արվեստի ճյուղերը եւ հնարավորություն է ստեղծվում իրենց նաեւ աշխատանք գտնելու։ Օրինակ ազգային խոհանոցի դպրոցը մեզ մոտ ավարտող երիտասարդը
մենք նպաստում ենք, որ ինքը անցնի նաև աշխատանքի մեզ մոտ։ Ասենք ուսումից աշխատանք այդ քայլը փորձում ենք անել, որպեսզի նաև աշխատանքով ապահովենք, որ աշխատեն իրենց հողի վրա, իրենց ջուրը խմեն, որտեղ աշխարհում ավելի համով ջուր երևի չկա, քան հայրենիքի ջուրը, որովհետև ինչպես ծնողը հայրենիքն էլ անփոխարինելի է։ Եվ աշխարհում բաներ կան, որ նեղանալ չի կարելի։ Աստծուց նեղանալ չի կարելի, հայրենիքից նեղանալ չի կարելի, չի կարելի քաղաքականությունը խառնել նայիրյան երկրի հետ։ Քաղաքականությունը անցողիկ է, երկիրը հայրենիքը մնայուն է։ Եվ մենք այսօր այդ երեխաներին կրթում ենք եւ այնպես ենք դաստիարակում, որպեսզի իրենք հասկանան, որ իրենք անելիք ունեն եւ իրենք հայ են եւ պետք է հպարտ ունեն, որ հայ են եւ փորձեն հնարավորինս չհեռանալ հայրենիքից, հնարավորինս։ Եվ շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեր հեռուստաալիքին, որովհետեւ դուք անշահախնդիր մեզ հրավիրեցիք։ Միշտ չի որ այդպես լինում է եւ նաեւ այստեղ Ամերիկայում ձեզ հատուկ խոնարհում, ձեր ղեկավարությանը ձեզ։ Շնորհակալություն ձեզ ձեր հիասքանչ աշխատանքների համար, ազգանավեր աշխատանքների համար։ Մեզ համար անկեղծ եմ ասում, թեկուզ այստեղ ենք ապրում ժամանակավորապես, բայց յուրաքանչյուր երեխա, երբ որ հայրենիքի մեջ արդեն կարշում է մշակույթին, կարշում է հոգևոր սերունդին, կարշում է իր արմատներին, իր ակունքներին եւ դա արդեն աստվածավոր աշխատանք է։ Դրանից լավ բան ես չգիտեմ։ Մենք ձեր խոնարհ ծառայի բրև Փարոս հերոստացրագիրը յուրաքանչյուր ազգային գործունեություն մենք պատրաստ ենք պրոպագանդելու, պատրաստ ենք լուսաբանելու, պատրաստ ենք հանձնելու մեր ժողովրդի դատին։ Կրկին անգամ շնորհակալություն ձեզ, հաջողություն ձեր աշխատանքներին։ Մնացեք բարով, կբարևեք բոլոր ձեր երեխաներին, ձեր սաներին, բոլորին։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստատողներ, այսքանով ավարտեցինք մեր ծրագիրը։ Կրկին անգամ հիշեցնում եմ, որ վաղը երեկոյան ժամը 7-ին Բրբանկի առաջնորդարանում համեցեք։ Տեղի պետք է ունենա հետարքիր միջոցառում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն կայանից, նույն ժամին, նորություններով։ Ցտեսություն ձեզ։